Պարոն Հարությունյանը վարչապետը անկախության հռչակագրի հետ կապված գնահատական է հնչեցրել, որ անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան պետություն չի կարող լինել։ Կիսում եք այս գնահատականը, նաև անկախության հռչակագրի իրողերցներում կա այս մեկնաբանությունը։ Այո, կիսում եմ։ Եվ կասեք հռչակագրի կոնկրետ որ դրույթներում է դա Հովանավանքի շարունակական պատարակները հնարավոր է հիմք հանդիսանան Կտրիչ Ներսիսյանի վեհարանից հեռացման։ Հովանավանքի շարունակական պատարակները հնարավոր է հիմք հանդիսանան, Հովանավանքի պատարակները այդ գործընթացի մի մաս են կազմում։ Ինչպես օրինակ Ես արդեն միջոցով, հա, որովհետև սահմանադրությամբ չի կարող Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ։ Որն է Իսկ ինչպես է լինելու այդ գործընթացը, քանի որ սահմանադրության իշխանությունը չի կարող հեռացնել, Ես չեմ այս հոգով խոսալու այս պրակտիկային վերջ տվեք։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ իր էջում դրել էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա։ Մենք գիտենք, որ իշխանությունը իրավունք չունի սահմանադրությամբ հեռացնելու։ Այսինքն, ինչ ճանապարհ եք ընտրել ճնշումների միջոցով։ Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին եւ ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա։ Այստեղից բխող բոլոր արդյունքներով։ Պարոն Հարությունյան, եկնեք նախ կխնդրեմ դուք ասեք Մասսայական միջոցառման ընթացքում, որին մասնակցում է հանրությունը, ոստիկանությունն է անվտանգությունն ապահովում, որին մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյա, որը պետական հսկողության տակ է գտնվում, համապատասխան կառույցների կողմից իրենք են դա իրականացնում։ Պարոն Հարությունյան, պարզապես մենք Նիկոլ Փաշինյանը որ միտեղ է գնում, ես իմ հարցերը միանգամից կտամ, կարող է հետո էլ հնարավորություն չունենա։ Վարչապետի ենթակայությամբ գործող ՊՊՑ-ն Հովանավանքի մայրաթորի կողմից կարգալույց հռչակված հոգևորականի անվտանգությունն ապահովում է, թե չէ նրան ՊՊՑ ծառայողներ հսկում են, թե ոչ։ Առաջի հարցի հետ կապված թե որտեղ ինչքան ոստիկանություն կկանգնի եւ որ հատվածներում կլինի դա գնահատում են համապատասխան մարմինները ելնելով այն ինֆորմացիայից, որ ունեն տվյալ հատվածում, երկրորդի հետ կապված ես նման ինֆորմացիա չունեմ։ Պարոն Հարությունյան, հիմա իմ համարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջի Միքայել Մինասյանը, բացատրեմ ինչ ասում են, ձեր քննադատներն ասում են, որովհետև գովազդները կենտրոնացրել է իր ձեռքը, ինչպես օրինակ Միքայել Մինասյանը Հանրապետական կուսակցության շատ հանգիստ ամբողջ գովազդների մեջ է, ամբողջ գովազդների կուրացիան ինքն է իրականացնում, այսպես է հրապարակումները, ու ասում են, քննադատում են, Ինչի մասին եք խոսում, դուք ուսումնասիրել եք, ինքը որտեղ է աշխատում, ներողություն, դուք ուսումնասիրել եք ինքը որտեղ է աշխատում եւ եկել եք այդ եզրակացության։ բոլորը այդ մասին են ասում, ոլորտը ինքն է։ Իմ եղբայրը զբաղվում է գովազդով, բայց եթե ձեր եղբայրը զբաղվեր անասնաբուծությամբ, ես կարող եի ասեի, որ բոլորը ասում են, որ անասնաբուծության մագնատ է ձեր եղբայրը։ ոլորտի պատասխանատուները ասում են ամբողջը Շատ բան են ասում, շատ բան են ասում։ Պարոն Հարությունյան, երեխեք թողեք Ես նույնիսկ իր պաշտոնը չգիտեմ, հարգելի գործընկերներ, որովհետև ես ոչ մի եղբորս, ոչ մյուս եղբորս աշխատան։ Պարոն Հարությունյան, երկու հարց ունեմ։ Պարոն Հարությունյան, երկու հարց ունեմ։ հայտարարվեց, որ 26 թվականի ընտրություններից Հարգելի գործընկերներ, իմ ընտանիքի հետ կապված որևէ լուր ասեկոսեներ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև իմ ընտանիքը այնպիսին, ինչպիսին եղել է 2018-ին, շարունակում է այդպիսին մնալ։ Հայտարարվեց, որ 26 թվականի Եվ ես չեմ եկել ձեր բամբասանքները մեկնաբանել այստեղ։ խորհրդարանական ընտրությունները Ես շարունակում եմ մետրով գնալ, ամբողջ օրը զբոսնել, դա ձեր խնդիրն է։ Իմիջիայլոց ձեր որ լրատվամիջոցն եք, ասեք։ Ուզում եմ իմանալ։
Հրապարակ։ Հա, Պարոն պարզ է։ Հարությունյան, Դա սկզբից ներկայանայք, որ հրապարակն եկել։ հայտարարվեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրողների քվեն ստանալուց հետո նաև կձեռնարկվի նոր սահմանադրության ընդունման համար հանրաքվե։ Կա ընդհանուր մոտեցում, պատկերացում, թե մոտավորապես երբ սահմանադրությունը կդրվի հանրաքվեի։ Չէ, չկա նման դատաների վերաբերյալ, ժամկետների վերաբերյալ քննարկում չկա։